Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները մեկը մյուսի երեսով են տալիս պատմական անցյալը ու սպառնում իրար։ Ֆրանսիայի ղեկավարի սկանդալային հայտարարություններից հետո, թե Ռուսաստանից եկող սպառնալիքների ֆոնին պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Ֆրանսիայի միջուկային կարողություններով Եվրամիության անվտանգությունը երաշխավորելու հարցը։ Ռուսաստանին սպառնալիք համարող, բայց միջուկային զենքով սպառնացող Ֆրանսիայի ղեկավարին Պուտինը շտապել է հիշեցնել Նապոլեոն Բոնապարտի ճակատագիրը, սակայն առանց անուններ տալու։ Պուտինի խոսքով որոշ մարդիկ մոռացել են Նապոլեոնի Ռուսաստան արշավանքի աղետալի հետևանքները։ Դեռևս կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակներ, մոռանալով թե ինչպես է այն ավարտվել։ Իրականում մեր թշնամիները եւ հակառակորդների բոլոր սխալները սկսվեցին հենց սրանից, թերագնահատելով ռուս ժողովրդի բնավորությունը եւ ընդհանրապես համառուսաստանյան մշակույթի ներկայացուցիչներին։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունից ապշած է Մակրոնը։ Պուտինը սխալ է մեկնաբանում պատմությունը, հայտարարել է նա։ Ռուսաստանի ղեկավարը ճիշտ չի մեկնաբանում պատմությունը եւ դա ինձ զարմացնում է։ Նապոլեոնը գլխավորեց նվաճումները, բայց այսօր Եվրոպայում ես տեսնում եմ միայն մեկ իմպերիալիստական ուժ։ Դա Ռուսաստանն է։ Եվրոպան ըստ Ֆրանսիայի առաջնորդի ուզում է խաղաղ ապրել, ցանկանում է, որ Ուկրաինան երաշխիքներ ստանա անվտանգ ապրելու։ Որովհետև ըստ նրա, եթե վտանգված է Ուկրաինայի ապագան, վտանգված է նաև Եվրոպան։ Եվրոպան խաղաղություն է ուզում, սակայն չի ցանկանում շտապ հրադադարի համաձայնագիր առանց Ուկրաինայի համար երաշխիքների։ Բացի այդ երկրի ինքնիշխանությունից եւ անվտանգությունից նաև մեր խաղաղությունն է վտանգված։ Մակրոնը չի ընդունում, որ Ռուսաստանի ղեկավարը ուզում է զինաթափել Ուկրաինան, կրճատել զորքի թիվը ու դարձնել անատամ մի պետություն, որը ի վիճակի չի լինի պաշտպանել ինքն իրեն։ Ինչ էլ որ լինի Ուկրաինայում, հաշվի առնելով վտանգը, մենք պետք է մեծացնենք մեր պաշտպանունակությունը։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք եվրոպացիների համար անկախ պաշտպանական համակարգ։ Վաղուց է, ինչ Մակրոնն ու Պուտինը չեն նստել մեկ սեղանի շուրջ։ Վերջինը ուկրաինական պատերազմից առաջ էր 2022-ի փետրվարի 7-ին Կրեմլում։ Մակրոնը պատրաստ է նորից տեսնել Վլադիմիր Պուտինին, երբ հարմար պահ լինի։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։